Պարոն Նահապետյան, քանի որ պատերազմի մեկ ամիսը արդեն լրանում է, եկեք նաև մի փոքր փորձենք ամփոփել սկզբի ընթացքը, հետագա փուլերը եւ վերջին մի քանի օրերին տեղի ունեցողը։ Սկզբում, երբ որ տեղ ունեցավ ռազմական գործողությունների մեկնարկը, այդ թիրախային հարվածները եղան եւ այդ ժամանակ խոսք էր գնում, որ 1-2 օրվա ընթացքում հետագայում նա արդեն քարորյա շրջանակներում այդ հարցը կլուծվի, բայց Այաթոլլահ Ալի Խամենեի նահատակվելուց հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն չմասնատվեց, ոչ միայն ռեժիմի փոփոխություն տեղի չունեցավ, այլ ավելի կուռ դարձավ այդ պետությունը եւ իմ մոտ տեսեք այնպիսի տպավորություն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը այս պատերազմից նաև որոշակիորեն շահեց։ Միգուցե տարօրինակ բան եմ ասում, բայց տեսեք, Իրանի Իսլամական Հանրապետությունը այսօր իմ դիտարկմամբ շատ ավելի հեգեմոն դիրքավորում ունի Մերձավոր Արևելքում, քան փետրվարի 28-ից առաջ էր։ Այո։ Եվ ըստ էության այսօր ինքն է որոշում Հորմուզի կարևորագույն այդ հանգույցով նավթով բեռնված նավ պետք է անցնի, թե ոչ, այսինքն Իրան Իսլամական Հանրապետությունը այս պատերազմից շահեց այն, որ ինքը ունի լծակ ազդելու համաշխարհային քաղաքականության վրա։ Իդեպ ասեմ ձեզ եւս մի նեղուց, որը դեպի Կարմիր ծով է տանում, եթե դա էլ փակվի, իսկ այդտեղ Բաբել Մանդելի նեղուցը։ Իսկ այդտեղ բան այն քարանձավներում հիպերձայնային ագությամբ քարե մուրճերով հրթիռ ստեղծող Եմենի հուսիտները կարող են անել, օրինակ։ Դուք գիտեք ինչ է, 40%-ը համաշխարհային սպառման նավթի այդ նեղուցով է գնում։ Եթե դա էլ փակվի, իսկ դա հաշվեք Հորմուզի նեղուց է, ոնց որ հաղորդակից անոթ լինեն։ Եթե նա էլ է փակվում, համաշխարհային տնտեսությունը կոլապսի է ենթարկվում։ Ռուսաստանի առաջնորդը հայտարարեց, որ այս պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամը արդեն իսկ համադրելի է COVID-19-ի հետևանքով, համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամի հետ։ Ճիշտ է, այո։ Այս ճգնաժամը դեռևս ընթացքի մեջ է։ Ես դրա համար եմ ասում, եթե երկրորդ նեղուցը փակվի, սա արդեն համաշխարհային տնտեսությունը իսկապես կոլապսի մեջ է հայտնվելու։ Թե ինչ կկատարվի, Աստված գիտի։ Երկրներում հիմա վառելիք չկա, բենզին չկա, խնայողությունների դաշտ են մտել եւ մեծ հաշվով ցանկացած բանական մարդ անկախ իր մասնագիտական կրթվածությունից կամ ոլորտից հասկանում է, որ սա ամենի մեղավորը Միացյալ Նահանգներն են, չէ՞, Իսրայելի հետ։ Կարծում եմ, թե երկրորդ կարծիք չկա, չէ՞։ Եթե դրա վերաբերյալ ընդ որում բարձրաձայնել է ԱՄՆ հետախուզական կառույցի ղեկավարը եւ հակահաբեկչական կենտրոնի ղեկավարը, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման եւ կիրառման որևիցե իրողություն չկար։ Իրանն էլ վտանգ չէր ներկայացնում։ Այո։ Իսկ դա նշանակում է, որ Տրամպի վարչակազմը եւ անձամբ Տրամպը հայտնվելու են համաշխարհային հանրության, այն հանրության, որը միշտ փորձի արել մանիպուլացվել, այո, այդ հանրության ուղղակի թիրախում։ Այսինքն Վիետնամ 2-ը շատ ավելի մեղմ գույներով կարող է Տրամպին թվա, քան այն ինչ որ կարող է դրանից հետո ստացվել, հա, որտեղ մեծ հաշվով քո քայլերի հետևանքով երկիր մոլորակ կոլապսի մեջ է հայտնվում։ Ես կարծում եմ, որ ժամ առաջ, եթե բանականությունը այնուամենայնիվ հաղթի Տրամպի եւ իր աշխատակազմի մոտ եւ ոչ թե ցանկությունները կամ Մոսադի մոտ եղած կոմպրոմատները, ապա այդ կղզու վրա հարձակում տիչ չլինի։ Վստահաբար եմ ասում, որ պայն կղզու վրա հարձակում եղավ եւ այդտեղ մի քանի հազար ամերիկացի զինծառայողջով հետևակի էլիտար ստորաբաժանումներ զոհվեց, դա Տրամպի ոչ թե վերջի սկիզբն է դառնալու վարչակազմը, այլ Տրամպի վերջի վերջը, ու վերջակետ է դրվում Տրամպին։ Հիմա այս իրողություններն է եւ այս իրողությունների վրա, այս ֆոնի վրա, եթե մենք փորձենք հասկանալ իրականում մեր հարևանները իրենց ոնց են պահում, հա, յուրաքանչյուրը
մենք որպես լուր են, որտեվ հակառակ դեպքում ասենք Եվրամիության երկրները, ՆԱՏՕ-ի անդամ երկրները, հա, միանգամից նա շխատը սկրայը, այսպես ասենք, հա, հասկացան, որ այստեղ մտնելու հարևանները լուր են, ինչ, ասենք, Ադրբեջանը ինչ պետք է անի։ դեռ լուր են։ Ես կարծում եմ, որ իրենք եթե հետագայում երկեն, այդ Իրանի ղեկավարության հանձնարարությամբ են երկելու։ Որտեվ տարածաշրջանում ուժային հարաբերակցությունը փոխվելու է, ակնհայտ է դա։ Դա միայն չի վերաբերում իդե Պարսից ծոցին։ Այն որ Պարսից ծոցի երկրներում ամերիկյան բազա պետք է չլինի, դա Իրանի ղեկավարությունն առաջին օրվանից է ասել։ Առանց այն բազաները մեծ մասը ոչնչացված են, հա։ Այսինքն բոլորն է թիրախավոր են ավել կամ պակաս չափով այդ ենթակառույցները, անգարները, հետախուզական ռադիոէլեկտրական պայքարի միջոցները այդ բոլորը ոչնչացված են։ Կողմերի կորուստները ըստ այս մեկ ամսվա կտրվածքով ինչպիսին են, ինչպիսի համադրելիություն կա։ Իրանում քաղաքացիական անձինք շատ են զոհվել, մի քանի հազար։ Հիմա այդ ընդդեմ այդ մի քանի հազարը դա այն թիվն է, որը շենքերից դիակներ հանել են, բայց շատ շենքեր կա, որտեղ փլուզված է դիակները դեռ չեն կարողանում հանել։ Թեև այդ կորուստները յուրաքանչյուր կորուստ, մեկ մարդի կորուստն իսկ ցավ է, բայց այդ կորուստները ոչինչ չեն որոշելու այս պատերազմի ճակատամարտի ելքի վրա, բացարձակապես ազդեցություն չեն կարող ունենալ։ Այն որ Իրանը արդեն հիպերձայնային արագության փրթիռները դյուրին կերպով օգտագործում է Իսրայելի վրա, Իսրայելի այսպես կոչված երկաթյա գմբեթ համակարգը սկզբունքորեն այլևս չի գործում եւ Հեզբոլլայի հրթիռները, որոնք շատ ավելի իրենց պարամետրով տակտիկական, տեխնիկական բնութագրիչները շատ ավելի թույլ են, քան իրանականը, դյուրին կերպով խոցում են Իսրայելի տարածքը, սա արդեն խոսում է, որ այդ երկաթյա գմբեթը իր նպատակին չի ծառայում։ Սա նշանակում է, որ կամ Իսրայելը համակերպվում է, որ պատերազմ պիտի կանգնի։ Ես կարծում եմ, այստեղ այդքան Տրամպը չի շահառում կամ խոչընդոտը, որ պատերազմը կանգնի, որքան Իսրայելը։ Հասկանում եք, հիմա այնտեղ մի խումբ մարդիկ իրենց համոզել են, որ չէ, սա այն վերջին ժամանակներն է, որ հեսա Իրանի հարցերը լուծում են, փրկիչը գալիս է, մեծ Իսրայելը ստեղծվում է եւ այդպես շարունակ։ Սողոմոնի երրորդ տաճարն էլ, ինչպես ասում են, կառուցում են, փրկիչը գալիս է, այդտեղ նստում է։ Հիմա այդ մարդը իրեն համոզել է եւ այդ համոզողները Իսրայելի վարչապետի վրա լծակ ունեն, Իսրայելի վարչապետն լծակ ունի ԱՄՆ նախագահի վրա, մենք ապրում ենք այն օրը, որ ապրում ենք, այդպես է լինում։